Այսօր Բրյուսելում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից առաջ Ղարաբաղում հայ զինծառայողի սպանությունը պաշտոնական Երևանը սադրանք է որակում։ Երեկ երեկոյան Ղարաբաղի պաշտպանության բանակը տեղեկացրեց, որ շփման գծում ադրբեջանական կողմից արձակված կրակոցից զոհվել է 20-ամյա Վազգեն Պողոսյանը։ Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը Ազատության հետ զրույցում ասաց. «Մեջբերում եմ, Բաքուն հավատարիմ է մնում իր սադրիչ գործելավոճին, սա կրկին ապացուցում է, որ պարզապես հայտարարությունները եւ հորդորները բավարար չեն մեջբերման ավարտ»։ Վերջին օրերին Ղարաբաղի ադրբեջանական շփման գծում սահմանային բախումներից հետո, որոնց ընթացքում զոհեր ու վիրավորներ եղան, արտգործնախարարների հանդիպմանը ակնկալվում է, որ քննարկվելու է Ղարաբաղյան հակամարտությունը եւ շփման գծում արձանագրված վերջին լարվածությունը։ Տիգրան Բալայանը հայտնեց, որ հանդիպումը տեղի կունենա երեկոյան, այլ մանրամասներ նա չփոխանցեց։ Էդվարդ Նալբանդյանը եւ Էլմար Մամեդյարովը հանդիպում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ եւ ներկայությամբ։ Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով հանդիպումից առաջ զինծառայողի սպանությունը ապացուցում է, որ Ադրբեջանը հանդիպմանը կառուցողական չի լինելու եւ պահանջներ է ներկայացնելու։ Առաջի հերթին դա անհարգալից վերաբերմունք է միջնորդների նկատմամբ։ Այո։ Դա իրանք ասում են Ռուսաստան, Ամերիկա, Ֆրանսիա, ձեր ջանքերը մեզ համար օրենք չեն կամ մենք մեզ համար դա մեկ է։ Նորից կրակեցից սպանցին, էտել մի քանի ժամ հետո պետք է այդ հանդիպումը կայանա։ Միտքս նրանում է կայանում, որ ես չեմ հավատում, որ Ադրբեջանը պատրաստ է վերսկսմանը բանակցությունների, որ Ադրբեջանը տրամադրված է փոխզիջումներով լուծել Ղարաբաղը, չեմ հավատում, բայց թող հանդիպեն։ Գիտեք, այնուամենայնիվ ցանկացած շանս պետք է փորձես օգտագործել։ Գրիգորյանի կարծիքով հանդիպմանը լուրջ քննարկում չի լինի։ Արտգործնախարարները սահմանային վերջին միջադեպերից կխոսեն։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էլ բանակցությունները վերականգնելու հարցը կբարձրացնեն։ Փորձագետը, սակայն, արդյունք չի ակնկալում։ Վերջի 2-3 տարվա ընթացքում Ադրբեջանը դնում է Հայաստանի առջև վերջնագրեր։ Իրանք ուզում պետք է տարածքները ազատեն։ Վերջ։ Հետո կխոսենք։ Դա է պատճառը, որ ես չեմ սպասում, որ մենք կգանք իրանց հետ ինչ-որ արդյունքի, նույնիսկ փոքր։ Նույնիսկ չեմ հավատում, որ լարվածությունը կթուլանա։ Բայց մասնակցությունը մենակ մի դեպքում իմաստ ուներ, ու ես համոզված եմ, որ իշխանությունները դա հաշվարկեցին, եթե չես գնա հանդիպանը, աշխարհը կասի դու կոնստրուկտիվ չես։ Պաշտոնական Բաքուն մինչդեռ այսօր հայտարարեց, որ Ղարաբաղյան հարցով լուրջ եւ արդյունավետ բանակցություններ է ակնկալում։ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիկմետ Հաջիևը ասել է, որ հանդիպման գլխավոր թեման լինելու է բանակցային գործընթացի ներկայիս վիճակը եւ դրա լուրջ եւ արդյունավետ եղանակով անցկացումը։ Արտգործնախարարների հանդիպումից ժամեր առաջ շփման գծում ադրբեջանական կրակոցից սպանված Վազգեն Պողոսյանին այսօր Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը հետմահու պարգևատրել է մարտական ծառայություն մեդալով։ Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը ասաց, որ կարծում են զինծառայողի սպանությունը այն էլ հանդիպումից առաջ հանցագործություն է։ Նման հանդիպումների ժամանակ կարծես թե բանականությունը թելադրում է առողջ տրամաբանություն, որ ավելի այսպես զուսպ լինեն, ինչ որ հայկական կողմին փորձեն մեղադրեն ինչ-որ երևույթների մեջ, բայց հակառակն են անում։ Տրամաբանությունը նորմալ չէ, չի կարելի փորձել բացատրել այդ հանցագործների քայլերը առողջ տրամաբանությամբ, այսինքն նորմալ տրամաբանությամբ չի բացատրվում։ Դրա համար որևէ նպատակ չի հետապնդում։ Չնայած միջադեպին Բաբայանի խոսքով Ղարաբաղյան կողմն այս հանդիպումը կարևորում է, քանի որ այն խաղաղ բանակցային գործընթացի մի մասն է։ Կարևոր են ոչ միայն, որ կողմերը ունեն իրար հետ հանդիպելու եւ խոսելու մի հարթակ, այլ նաեւ սա միջազգային հանրության տեսակետը հնչեցնելու կարևոր մի ձև է, որովհետեւ համանախագահող երկրները, ԵԱՀԿ Մինսկի խմբի երանախագահները, նրանք նաեւ հզորագույն պետությունների շարքին են դասում։ Կարևոր է նաեւ այդ տեսանկյունից, որպեսզի նրանք միջազգային հանրության տեսլականը կրկին անգամ շեշտեն, ներկայացնեն։ Այս գիշեր Ղարաբաղի ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է եղել։ Պաշտպանության բանակի մամլո խոսնակ Սենոր Հասրատյանը Ազատությանը փոխանցեց, որ կրակոցներ եղել են, բայց միայն հրաձգային զինատեսակներից։